Այսօր փորձենք միասին բացահայտել Հորդանան գետը ու դրա աստվածաշնչյան նշանակությունը։ Նոր կտակարանում Հորդանանը կրում է Աստծո հետ վերջնական հաշտության, վերստին ծնունդի և փրկության խորհուրդը։ Քրիստոնյա աշխարհի համար ամենակարևոր դրվագն այն է, որ իր երկրային կյանքի 30-րդ տարում մեր Տեր Հիսուս Քրիստոսը Հորդանան գետում մկրտություն ստացավ Հովհաննես Մկրտչի ձեռքով։ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետի մոտ էր քարոզում մկրտում բոլոր նրանց, ովքեր ապաշխարում էին և որպես անապատում կանչողի ձայն ազդարարում էր իրենից ավելի մեծի՝ Քրիստոսի գալստյան մասին։ Հիսուսն ինքը եկավ Հովհաննեսի մոտ Հորդանան գետում մկրտվելու համար և ցույց տվեց մարդկանց հետ նույնանալու, մեզ անձամբ ընդառաջ գալու Տիրոջ կամքը և ողորմությունը։ Հորդանան գետի մոտ էր, որ Հայր Աստված հայտարարեց իր սերն ու հաճությունն իր միածին Որդու հանդեպ, իր հոգին հանգչեցնելով նրա վրա։